Պատենք մեզ ով կգարի ծնունդի օրոք քեզ Հաղորդման գործընկերներ Safar Travel տուրիստական գործակալություն, Ծինագրիս գեղեցկության սրահ, Big Z Production և Sayat Nova ռեստորանային համալիր։ Ողջույն սիրելի YouTube-յան իմ հետևորդներ, այս անգամ կրկին հանդիպել ենք շատ գեղեցիկ միջավայրում Sayat Nova ռեստորանային համալիրում և այսօրվա իմ հյուրը լինելու է անչափ սիրված, ճանաչված, ժողովրդական երգի անզուգական կատարող, հրաշալի մարդ ու լավ ընկեր Գուրգեն Դաբաղյանը։ Ողջույն Գուրգեն, բարի գալուստ Մոսկվա։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ համերգներով ես այստեղ Մոսկվայում արդեն 2 համերգ ունեցել ես, ամսի 8-ին, 9-ին եւ ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ այսօր ամսի 10-ն է, մեր նկարահանումները տեղի են ունենում մարտի 10-ին եւ այսօր քո ծննդյան օրն է, սիրով իհարկե առաջին հերթին շնորհավորում եմ քեզ ու մաղթում եմ ամենալավ բաները, առաջին հերթին իհարկե առողջություն եւ ամենը ինչ որ դուք ցանկանաս թող իրականացնի։ Շատ շնորհակալություն։ Ինչպես է տրամադրությունը համերգներից հետո եւ առաջիկա աշխատանքային լավ անցնում են մեր համերգները, հուսով եմ այսպես էլ կշարունակվի։ Եվ ես շնորհակալ եմ, որ չմերժեցիր հայացք դրսից նախագծին մասնակցելու համար։ Սիրով։ Դու երկարվեստում ես, ես քեզ ճանաչում եմ դեռևս 1998 թվականից, եւ դու երևի 8-9 տարեկան 98-ին 10 տարեկան 10 տարեկան, այո, այն ժամանակ քեզ կնքել էին հայկական ժողովրդական երգի փոքրիկ իշխան, հիմա արդեն հասուն մեծ իշխան ես։ Արի մտքով մի քիչ գնանք վերադառնանք այդ ժամանակները։ Մենք միասին նաև շրջագայում էինք, երբ որ ծանոթացանք Գերմանիա, հայկական մշակութային օրերն են, մանկությանդ ամենավառ հիշողությունը այս պահին ինչը կհիշես։ Անկեղծ ասած, մանկության հետ կապված իմ մեջ վառ տպավորված են ավելի շատ մանկական հիշողությունները հենց, այսինքն ոչ թե երգի երաժշտական ասպարեզի, այլ դպրոցական, իմ ընկերները, խաղերը, չարաճճիությունները, մեր կռիվները, որովհետև ես, ասենք, շատերի մոտ կարող է տպավորություն լինի, եթե ես երգել եմ, գործունեություն եմ ծավալել երաժշտական, ես մանկություն չեմ ունեցել, ամբողջ օրը ձայնագրությունների կամ համերգների մեջ եմ եղել, բայց դա իրականում այդպես ուղղակի դա երևացող կողմն էր, որ մարդիկ տեսնում էին դա, բայց դրանից բացի ես ունեցել եմ շատ լավ մանկություն, ունեցել եմ ընկերներ, բակային խաղեր, կռիվներ, դպրոց, չարաճճիություն, այդ ամեն ինչը եղել է իմ կյանքում։ Լրիվ տղայական։ Լրիվ սովորականի պես, բայց ուղղակի դրանից բացի նաև ունեցել եմ գործունեություն, երգեր, ձայնագրություններ, համերգներ, շրջագայություններ։ Դե դու երգարվեստում ես, որովհետև քո ընտանիքը ինքնին արդեն արվեստի մեջ գտնվող մարդիկ են եւ առաջին ով նկատեց քո մեջ ձիրքը երգելու։ Առաջինը մամաս է նկատել, քանի որ ես շատ sense խելոք, լուր երեխա եմ եղել այդ տարիքում ու շատերը չեն մտածել, որ ես նույնիսկ խոսում եմ, որովհետև շատ խելոք, հանգիստ երեխա էի ու առաջին անգամ մամաս է մենակ եղել տանը, որ լսել է, ես ոնց եմ մոտենում դաշնամուրին, մի նոտայով ինձ դամ եմ պահում ու սկսում եմ երգել։ Ու ինքը երբ որ այդ բանը նկատել է, ասել է հայրիկիս, հայրիկը սկզբում չի հավատացել, որովհետև ինձանից երգել չէին սպասում, դա զարմանալու բան էր։ Բայց հետո 1-2 անգամից հետո, երբ որ հայրս նույնպես նկատեց, ինձ երգացրեց, այսպես ասած, ու ես երգեցի, ինքը զգաց մի անգամից, քանի որ արդեն երաժիշտ էր, երգիչ էր պրոֆեսիոնալ մակարդակով, ինքը մի անգամից զգաց, որ կա ինչ-որ բան, բայց այդ ինչ-որ բանը բացահայտելու, հասկանալու համար, թե ինչքան է ու մինչև ինչքան պետք է զարգանա, ինքը սկսեց ինձ տալ հանձնարարություններ, երգերի տեսքով ու գնալով դեպի բարդացում։ Ինչ որ սկզբում ավելի հեշտ, հետո ավելի բարդ, հետո ձայնածավալի, ասենք դիապազոնի առումով ավելի բարդ երգեր, հետո մելիզմատիկայի ու տեխնիկայի առումով ավելի ճկուն բարդ երգեր,
ու ինչքան որ ես անում էի, ինքը գնալով զարմանում էր ու գնալով ավելի էր հասկանում, որ չես մատերիալը լուրջ է։ Ես ունեմ ինձանից մեծ եղբայր ու քույր, իրանք էլ են երգել, դե մեր ընտանիքը ամբողջ երաժշտական է։ Բայց հայրս չի տեսել իրանց մեջ այն ուժեղ հիմքը, որի վրա կկառուցվի, հետո պրոֆեսիոնալ մեծ ճանապարհ կլինի անցնել։ Իրանք էլ եղել են շնորհքով, լավ երգել են իրանց հասակակիցների մակարդակով ու վերջ, ու այսքանը, բայց հետո իմ մեջ որ տեսավ, արդեն սկսեց երգեր ինձ սովորացնել, այդ երգերը քիչ-քիչ հղկվեցին, մշակվեցին, դարձան արդեն բարձրացավ բեմ։ Սկզբում ուրեմն առաջին քայլերը իմ եղել են մրցույթների տեսքով, եղել են հանրապետական մի քանի մրցույթներ, որտեղ ես իմ ժանրի մեջ ժողովրդականի բոլոր մրցույթները հաղթեցի, շատ լուրջ ժյուրիներ էին նստած, Ռուբեն Մաթևոսյան, Գոհար Գասպարյանի ոսկե մեդալ, մի խոսքով այսպես, քիչ-քիչ սկսեց անունս, այսպես ասած, տարածվել, որ ինչ որ մի երեխա կա, ժողովրդական այն ժամանակ էլ ժողովրդական չէին երգում, հատկապես երեխաների մասին է խոսքը։ Ես այնքան եմ լսել այդ խոսակցությունները, որ ինչի է ժողովրդական երգում, ախր այս տարիքում յար, Սայաթնովա բան երգել, ինչ է հասկանում, որ երգում է բան, բայց ինձ ոչ մեկ չի ստիպել, ինձ ոչ մեկ չի համոզել, որ երգ դա ինքնաբուխ է եղել, դա իմ մեջից եղել է, ես այդ երգերը մենակ այդ երգերն էր, որ ես զգում էի իմ ամբողջ մարմնով երակներով, որ կարա անկեղծ լավագույնս մատուցե։ Ես ամեն երաժշտություն էլ լսել եմ, սիրում եմ, հիմա էլ այն ժամանակ էլ, բայց այդ երգերը կոնկրետ ժողովրդական աշուղական հատկապես երգերը իմն է, այսինքն այն ինչ որ ես կարամ անեմ լավագույն, ամեն մարդ պետքա չէ իր ժանրի մեջ զգա ինչն է իրանը, ինչը չէ։ Եվ դրանից հետո որ իմ քիչ-քիչ անունը սկսեց տարածվել, գնալով մեծանալ մասշտաբը, եղան ձայնագրություններ։ Ես հիշում եմ, որ կենթանի գործիքների նվագակցությամբ մի օրում ձայնագրվել ենք մի ամբողջ ալբոմ, 12 երգ։ Ձայնագրությունները ուղարկվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ես այդ ժամանակ 8 տարեկան էի։ Առաջին ալբոմը լույս տեսավ եւ նվիրվեց Սայաթնովայի ծննդյան 285-ամյակին։ 8 տարեկան հրաշք մանուկը հայրենիք են, այսպես էր վերնագիրը դրված։ Առաջին արձագանքը կարելի ասել որպես արդեն երգիչ այդտեղից եղավ ձևավորվեց, մի քանի այդ ալբոմից մի քանի երգի հիման վրա փոքր շատ սեղմ պայմաններով տեսահոլովակներ էլ նկարահանեցին, Թամամ Աշխար երգի վրա մի քանի այսպես Քամանչա երգի Սայաթնովայի, դրան հետևեց առաջին մենահամերգը, որը շատ ռիսկային էր, որը անկանխատեսելի այդ թվականներին, ես արդեն 10 տարեկան էի, թե Արամ Խաչատրյան համերգասրահում, փոքր երեխան 10 տարեկան պետքա կենթանի լուրջ երաժիշտների հետ մենահամերգ երգի նման բարդության երգերով, ծրագիր, որտեղ կան Շերամ, Ճամփորդեմ, Ջիվանի, Ծախորթորեր, Սայաթնովա դունեն գլխեն Թամամ Աշխար, նման բարդության երգեր։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ անցավ, մի մենահամերգը դարձավ 2, 3, 5, 7 շատ մենահամերգներ, հետո արդեն հրավերներ, շրջագայություններ, դե մինչև հիմա այս վերջերս Հայաստանում տարվա լավագույն ժողովրդական երգիչ մրցանակ կար ու այնտեղ ինձ խնդրել էին, որ հաշվեմ մոտավորապես քանի համերգ, մենահամերգներ բան եմ ունեցել, որ ըստ դրա 800-ից ավել, եթե չեմ սխալվում, համերգներ, 350-ից ավել մենահամերգներ, մինչև այսօր որ տեղի է ունեցել, վերջի տարիներին էլ բավական շատ է եղել, համերգային խիտ է եղել։ Մի խոսքով տասնյակ տեսահոլովակներ, ելույթներ, այդպես մինչև հիմա շարունակում եմ ես իմ գործը սիրով անել։ Դե դա բացառիկ է, գիտես, ամեն երեխա չի հենց դա սիրում, որովհետև երեխաների համար ավելի շատ խաղը կամ ավելի թեթև, հա, ինչ որ օրինակ էստրադա եւ այլն, այն ինչը, որովհետև ժողովրդականը իսկապես ինքնին բարդ է, բայց շատ կարևոր բան է դու ստանձնել, պահպանել մեր ազգայինը, ժողովրդականը, որ հետո արդեն սերնդեսերունդ, ինչպես քեզ է հասել, հա, այնպես էլ դու շարունակես ու պահպանենք։ Ես կուզենայի իմանալ, որքանով ես կարևորում, հա, մեր ազգայինը, ժողովրդականը եւ արդյոք հիմա մտավախություն չկա, որ մենք դա կորցնելու, այսպես չասեմ եզրին ենք, բայց ինչ որ վտանգներ կա, որովհետև այլ ազգերից, մեր թշնամի ազգից հաճախ մեզանից գողանում են, չնայած մենք էլ երբեմն իրենցն ենք վերցնում երգում, չիմանալով
կամ իմանալով, եթե իմանալով է դա շատ ավելի վատ է, եթե չիմանալով է, ուրեմն պիտի ավելի կրթվենք, հասկանանք, որպեսզի թույլ չտանք նման բան։ Ինչպես ես տեսնում, հա, այդ պահպանումը, ինչ պիտի անել, որպեսզի կանգնի։ Ուրեմն այս բնագավառը մշակույթի արվեստի շատ կարևոր է, որտեղ իր մեջ ունի մեսիջ, հաղորդագրություն, հայերեն ասած, բայց այսինքն ասելիք։ Այո։ Այսինքն երգով, երաժշտությամբ հնարավոր է մարդուն կոտրել, մարդուն հուզել, երջանկացնել, մարդիկ երգի երաժշտության տակ պատերազմ են գնում, պատերազմ են հաղթում։ Մի խոսքով, ինքը շատ ուժեղ ուժ ունի իր մեջ, մարդկանց ոգևորող, հիասթափեցնող, մարդկանց, եթե ուշադրություն դարձնեք կենցաղում, ամեն պայմաններում տխրության, ուրախության ամեն առիթի երաժշտությունն է ուղեկցում։ Կլինի ամուսնություն, հարսանիք, երեխայի ծնվել, մահ, տխրություն, ամենտեղ երաժշտությունն է։ Արվեստի ոչ մի ուրիշ բնագավառ չի ուղեկցում։ Թողինցները, ամենտեղ նկարիչները կամ ճարտարապետները իրանք կան ինչ-որ մի որոշակի միջավայրում, բայց երաժշտությունը կա բոլոր տեղերում, ամենտեղ մանկուց, այսինքն դաստիարակության, մարդու դաստիարակության մեջ մանկուց սկսած երաժշտությունը շատ կարևոր դեր ունի։ Սա շատ լուրջ գիտական մակարդակով, շատ ավելի զարգացած երկրներում, օրինակ Գերմանիայում բանում մարդիկ գիտեն։ Օրինակ երաժշտության շնորհիվ ոնց կարան մարդկանց ուղղորդեն, ոնց կարան մարդկանց զոմբիացնեն, դարձնեն այնպեսին, ինչպեսին որ ուզում են։ Այս ամեն ինչը ես ոչ թե ասում եմ ենթադրության մակարդակով, գիտական մակարդակով ապացուցված է, մարդկանց կրթեն, մարդկանց դարձնեն հայրենասեր ավելի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ որ ասում եք պահպանման գործում շատ կարևոր է իհարկե, սա ոչ թե մենակ ես իմ անունից եմ ասում, այլ իմ ժանրի բոլոր երգիչներ, ովքեր որ անում են, իրանք շատ մեծ աշխատանք են անում, հատկապես այն առումով, որ ժանրը ինքը կոմերցիոն չի այսօրվա դրությամբ, այսինքն շատ փող աշխատել, քեֆերի երգելով հնարավոր չի շատ գումար աշխատել, դա բնական է, բայց դրա կողքին կա ավելի թանկ բան, կա արժեքներ, սերունդ դաստիարակելու գաղափարները, որը շատ կարևոր է։ Հիմա տվյալ անհատը կուզի դա վերցնի իր վրա ստանձնի թե չէ, դա արդեն իր գործն է, կարա մեկն ասի, չէ, ինձ համար ես ուզում եմ որ ուղղակի լավ ապրեմ, մի կյանք եմ ապրում ու վերջ։ Բայց մարդ էլ կա, որ ասում է, չէ, ես ուզում եմ հետք թողեմ ինձանից 100 տարի հետո լսեն իմ երգերը, ձայնագրությունները, սովորեն նոր երգիչները, երիտասարդները եւ այլն եւ այլն։ Դա տվյալ անհատի որոշելիքն է։ Այդ ձեր հարցը հակասական է, կարա լինի եւ ասենք հա շատ վատ է վիճակը բան, բայց կարանք ասենք հակառակն էլ, օրինակ փոքր հասակից հիմա խոսեցինք, այն ժամանակ ընդհանրապես չէին երգում։ Ես որ սկսեցի երգել, մարդիկ տեսան, որ այդ պահանջը, սերը կա դեպի այդ երաժշտությունը։ Ու նաեւ կոմերցիոնել էր։ Մեծ դահլիճներ էին հավաքվում, ձայնասկավառակներ էր շատ վաճառվում։ Հիմա էլ ինչի՞ չէ, հիմա ես դուրս եմ եկել մենահամերգների ու բավական դահլիճներ հավաքվում են, մարդիկ խանդավառված գալիս են, լսում են, ուրախանում են։ Այսինքն հետաքրքրությունը մարդկանց այդ ժամանակվա համեմատ աճեց։ Հետո իմ օրինակը դարձավ շատերի համար փարոսի նման մի բան, ուղեկցող մի բան, որ սկսեցին շատերը երգել, երեխաները, շատերի ծնողները սկսեցին իրենց երեխաներին ուղարկել երգի երաժշտության ժողովրդական երգեցողության, որպեսզի ինչի՞ չէ նմանվեն ինձ, իմ նման հաջողություններ ունենան եւ այլն, ինչը բնական է։ Օրինակ հենց Թովմաս Պողոսյանն ինքն էր ասում, որ այդ տարիներին իմ երգելուց հետո Ջիվանու անվան աշխուհական դպրոցը արդեն բացված էր, բայց շատ քիչ երեխաներ կային, ասում եմ, մի տարում 150 դիմորդ եղավ։ Մի տարում 150 հոգի դիմորդ երեխեք են դիմել, որպեսզի գան սովորեն երգել ժողովրդական աշխուհական երգեր։ Հետո եղան շատ ծրագրեր, պրոյեկտներ, հեռուստատեսային նախագծեր բացվեցին, որոնք ժողովրդական են, գիտեք, շատ եղան եւ դրանք նույնպես հանդիսացան մեծ հիմք, որպեսզի այդ երաժշտությունը նաեւ ինչի հեռուստացով պրոպագանդվի եւ այլն։ Այսինքն այդ կարծրատիպը, որ կար, որ այդ ժողովրդական երգեր չեն լսում, նրանք հին երգեր են, մենք զարգացել ենք, առաջ են գնացել, չգիտեմ ինչ, դա փարատվեցին այդ խոսակցությունները, իսկ ինչ վերաբերում է այսօրվա դրությամբ, տեսեք, ես միանշանակ չեմ ասի ոչ լավ, ոչ վատ, որովհետև կա շատ լավ կողմեր էլ, շատ վատ կողմեր էլ։ Օրինակ այսօր լավ կողմերից մենք նույն քեֆերի ժամանակ տեսնում ենք շատ հայկական, ժողովրդական, ազգային, ասենք, մուտք են անում հարցի փեսայի, ազգային ինչ-որ իշխանապարի կամ Յարխուշտայի տակ, ազգային երգիչներ հենց իմ գոլեգաներից, ընկերներից կամ հենց ես ինքս շատ մասնակցում եմ, տեսնում եմ, որ դրա պահանջարկը կար, ինչը որ չկար տարիներ առաջ, բայց դրա կողքին կա այն հակառակն էլ, որ
երիտասարդների շատերը խորթացել են այդ երաժշտությունից եւ մեր հարևան երկրներից շատ ունենք մենք վերցրած երգեր։ Իհարկե իրանք էլ ունեն, բայց մենք ավելի շատ։ Եվ մենք տարածաշրջանում ունենք Գողի անուն։ Ցավոք սրտի։ Քեֆերի ժամանակընչող երաժշտությունների մեծ մասը դրանք հայկական երաժշտություն չեն ու կապ չունեն, ուղղակի հայերեն բառեր են դրանց։ Ուղղակի լսողը ինքը քանի որ երաժշտականորեն չի հասկանում երաժշտությունը։ Մարդիկ բառերը լսելով երգի մտածում են թե ինչ լեզվով որ այդ երգն է, ուրեմն այդ ազգի երաժշտությունն է, դա այդպես չի։ Ուրեմն երաժշտագիտության մեջ կա այսպիսի մի հասկացողություն՝ երգի հոգին մեղեդին է։ Բառերը չեն։ Բառերը ուղղակի երևացող մասն է։ Ուղղակի հասարակ մարդիկ, որ երաժշտությունից չեն հասկանում, իրանք չեն կարա անալիզ անեն այդ երաժշտությունը որտեղից սկսեց, ինչ հենակետերի վրա է, ինչ հիմքերով է, ոնց է զարգանում, որ ըստ դրա որոշեն թե ասենք ինչ ազգի պատկանելություն ունի։ Դրա համար եմ ասում, հայերեն բառեր դնում են այդ երգերի վրա, մարդիկ լսում են չեն իմանում հայերենը, ուրեմն հայկական է։ Դա այդպես չի։ Այդ դեպքում այսօր մասնագետները չէ ունեք գործ անելու, որպեսզի սովորական մարդով երաժշտական կրթություն չունի, ինձ հետաքրքիր է միշտ ինչպես հասկանալ մեր մելիզմները, որտեղ տարբերանշաններ, տարբերիչ նյուանսներ կա, որը որ կարելի է սովորական մարդը սովորի եւ իմանա։ Շատ մոտ է իրար, շատ մոտ է, որովհետեւ այդ ամեն ինչը տարածաշրջանային է, շատ երգեր, երաժշտական գործիքներն էլ բոլորը տարածաշրջանային է, դրանք ազգային պատկանելություն չունեն։ Ու այդ սահմանը հասկանալու համար շատ խորը երաժշտագիտական կրթություն է պետք ու խորացումներ։ Ես 20 տարուց ավել ասենք ուսումնասիրում եմ ոլորտը կամ շատ ուրիշ մասնագետներ կոմիտաս այդքան տարի ամբողջ կյանքը ուսումնասիրեց ու այդ սահմանը շատ բարդ է, բայց մյուս կողմից այդքան բարդացնել էլ պետք չի, որովհետև կան բաներ, որոնք տենց ակնհայտ են ու գոնե այդ ամենաակնհայտ, ամենաերևացող, sense ամոթալի բաները գոնե չարժե անել, որովհետև շերտերը շատ են, տեսեք հայկական երաժշտության մասին երբ որ խոսում ենք, պետք է ասենք մի կարևոր բան, ինքը բազմաշերտ է, բազմաշերտ առաջին բանը որ պետք է ասենք, որովհետև շերտ կա, օրինակ ֆոլկլորի շերտը քրդականի հետ է շատ մոտ, աշուղականի շերտը ադրբեջանականի հետ է շատ մոտ, որովհետև աշուղականն էլ է տարածաշրջանային ու աշուղական նույն ոճի երգեր Վրաստանում էլ կա, ադրբեջանցիներն էլ ունեն շատ երգեր, այդ քառյակային ձևով երգեր։ Պարերը էլի քրդականի հետ շատ ընդհանրություններ ունեն, բազմաձայնը արդեն գալիս է վրացականի հետ եւ այլն, շերտերը շատ են, դրա համար այդ ամենաակնհայտ բաները գոնե չանել, մնացածը արդեն թողենք գոնե մասնագետներին, էլի։ Երգեր ունես, տեսահոլովակներ ես հաճախ նկարում, ինձ հետաքրքիր է հեղինակային իրավունքները։ Դու ինչպես ես անում, պահպանած են քո հեղինակային իրավունքները, այսինքն պրոբլեմներ կառաջանան, թե ամեն ինչ իրավաբանորեն ճիշտ է, որովհետև եթե չեմ սխալվում, վերջին տարիներին էլ միանգամից երկու հարց, միասին խոսենք, երգիչների առջև դրվեց մի պահանջ, որ երգիչներն էլ պիտի բոլորի նման հարկ վճարեն իրենց ելույթներից, չգիտեմ, եկամուտից եւ այլն։ Դա արդյոք ուժի մեջ է արդեն, թե դա պարզապես այդպես խոսակցությունների մակարդակով մնաց եւ անցավ։ Այդ երկու հարցը։ Տեսեք, երգերի հետ կապված ասեմ, որ իմ բոլոր երգերն էլ, հիմիկվա էլ բոլոր երգերը ժողովրդական երգի տրամաբանության մեջ են։ Այսինքն դանդաղ երգերից միայն մի երգ կա, որ հարսանիքի համար, մեր հարսանիքի համար արվել է, քեզ գտա երգն է, մնացած բոլոր երգերը, թե գործիքավորումով, թե իմ կատարողականով ամեն ինչ պահպանվում է ժողովրդականությունը։ Իմ գրած երգերն էլ, որոնք ես կատարում եմ, էլի նույն ժողովրդական ոճի մեջ են։ Հիմա հեղինակայինի համար ասեմ, տեսեք, ես երգում եմ իմ հեղինակային երգեր արդեն, ունեմ շատ, որ ես եմ գրել, ես եմ երգում, cover-ի տարբերակով բոլորն էլ կարող են երգել։ Իմ երգերից շատ եմ լսել Լուսինե Սամպիտակինն էլ, Հայնե Գալիսն էլ, Մամջանն էլ, շատ երգեր, դա շատ նորմալ է, հատկապես որ ինձ գրում են, տեղյակ են պահում, զանգում են, թույլատրություն են խնդրում, ես էլ նորմալ ասում եմ, հա ինչի՞ չէ կարելի է երգել։ Հարկայինի հետ կապված, հա, հարկեր վճարում ենք։ Հա, արդեն ուժի մեջ է։ Դա նորմալ է, հա, վաղուց ուժի մեջ է, եւ այդպես շարունակվում է, դե եթե այդպես է, բոլորս էլ պետք է ենթարկվենք։ Հասկացա։ Եթե քեզ ուրեմն առաջարկվեր
ֆիլմի համար soundtrack գրեիր քո կյանքի վերաբերյալ։ Այ որ ժանրում դա կուզենայիր անել եւ ինչու։ Ինչ ժանրի մեջ կլիներ։ Իմ ժանրում բնականաբար, որպեսզի այդ երաժշտությունը լիներ անկեղծ եւ կենսունակ, որովհետեւ ես այդ ժանրի մեջ եմ։ Տեսեք, ես սովորել եմ կոնսերվատորիայում դիրիժորական բաժին, դասական բաժին, այսինքն որը որ ժողովրդականի հետ կապ չունի, լրիվ ուրիշ։ Ես արևելյան երաժշտություն եմ գնացել սովորել Հնդկաստանում, Պարսկաստանում, խորացել եմ դրա մեջ, բայց այդ ամեն ինչը իմ երգի կամ իմ ստեղծագործածի ժամանակ դուրս է գալիս իմ ոճի մեջ, այսինքն ես երբ որ երգ եմ գրում կամ երգում եմ, այդ իմ ուսումնասիրածները օգնում են, ծառայում են իմ ոճին են գալիս, միքսվում են, այսպես սինթեզ են դառնում։ Ես չեմ դարձել առանձին դասական երաժիշտ կամ արևելյան։ Ինքը օգուտ է տվել, ուղղակի ավելի հարստացրել է, ավելի գույներով բազմազան է դարձրել, իհարկե իմ ոճի մեջ։ Դե եթե դեպքում քո երաժշտությունը, քո երգը ունենար գույն, ինչ գույնին կլիներ։ Գույնով։ Այո, ինչ գույն։ Թե ինչո՞ց ես պատկերացնում, ինչ գույն։ Դժվար է ասել, դե եթե բնության գույնը կանաչը պատկերացնենք, թող լինի կանաչ։ Լավ, հետաքրքիր է։ Ասենք վերցնենք ուտեստ օրինակ, ինչպիսին է ինքը, օրինակ թթու, քաղցր, կծու։ Դե ավելի քաղցրի մոտ։ Շատ չէ, որ շատ քաղցրը մարդկանց վնաս է, չէ՞ տալի։ Վնաս չտվող չափի քաղցր։ Լավն է։ Ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողը չնայած քո երկրպագուները բոլորն էլ արդեն գիտեն, որ երկրորդ բալիկն է ծնվել ձեր, նույնիսկ արդեն դու որոշ տեսահոլովակներ ես հրապարակել անչափ գեղեցիկ, այ որպես հայրիկ էլ արդեն երկրորդ անգամ հայր ես դարձել, դժվարությունը, առաջին անգամի տարբերությունը, այդ զգացողությունները մի քիչ կկիսվես։ Դե ինձ թվում է նորություն չեմ ասելու, բոլորն էլ գիտեն, ով որ ծնող է, այս զգացողությունները նույնն են, սեր, պարտականություն, ընտանիք, իսկ ինչ որ գժություններ, խենթություններ, ինչ է ընտանիքում սիրում իրար հետ անել, անպայման, առանց գժությունների հո իմ կյանքը ծայրից ծայր տենց լուրջ ինչ որ գիտական, երաժշտագիտական ուսումնասիրություններ չի։ Մենք տանը երեխաների համար էլ կենթանի ենք դառնում, կապիկ, շուն, ձի, ինչ խաղեր ասես խաղում ենք, գժություններ ենք անում, դա նորմալ է։ Առանց դրա չի կարա կյանքը միշտ նույն ձև լինի, համ ընտանիքում, համ բեմից։ Բնական է, դեպքում ինչպես ես կարողանում համադրել հայտնիությունը եւ անձնական կյանքը։ Ես տանը ընտանիքում ընդհանրապես ոչ մերոնց համար, ոչ էլ ես ինքս չեմ զգում ինձ ոչ հայտնի, ոչ երգիչ, ոչ արտիստ, ես ուղղակի մարդ եմ, որ կարա գնա աղբթափի, գնա առևտուր անի, երեխեքի հետ ձեռքից բռնած կամ տունը ձի դառնամ աղջիկս նստի վրաս ինձ քշի օրինակի համար, դա նորմալ է, ես տանը հետ եմ, բայց նաև գիտեմ, որ ես տանից դուրս ժողովրդի համար ով եմ, եթե բեմում եմ, ով եմ, ինձ ոնց պետքա պահեմ, այդ ամեն ինչը հասկանալ է պետք։ Ու ես չեմ պատկերացնում ոնց կարա մարդը օրինակ ինքը բեմի մարդը տանել իրան պահին ենց ոնց որ բեմում է, իրապես իր կինը կամ երեխեքը իր այդ շփվեն որպես արտիստ, դա նորմալ չի։ Հաճախ ես ընտանիքիդ հետ շրջագայում։ Այո, ես աշխատում եմ ժամանակը բաշխել այնպես, որ մեկը մեկին մյուսին չխանգարի, մեկը չտուժի, ընտանիքը, աշխատանքը պետքա տենց։ Օրինակ ամենաանհեթեթ բամբասանքը, որ քո մասին լսել ես։ Դե անհեթեթություններին ոնց պետքա վերաբերվեմ, լուրջ չեմ նայում։ Իհարկե մարդիկ իրավունք ունեն կարծիք ունենալ, դա նորմալ է, ամեն մարդ իր կարծիքն ունի, բայց պետքա օբյեկտիվ նայել ամեն ինչին, ու մարդիկ թող արտահայտվեն, դա նորմալ է։ Եթե քո մասին խոսում են, ուրեմն դու քեզանից ինչ որ բան ես ներկայացնում։ Եթե քեզ չեն էլ հիշում, ուրեմն դու ընդհանրապես քեզանից բան չես ներկայացնում, որ քո մասին իսկի չեն էլ հիշում։ Ինչից ես այդպես ոգեշնչվում, կապ չունի երկարվեստում, թե կյանքում առհասարակ։ Կյանքում շատ բան կարա մարդուն ոգեշնչի, բնությունը կարա ոգեշնչի, սերը, ընտանիքը, ծնողներ, հայրենիք, շատ հասկացողություններ կան, տարբեր փուլերում, տարբեր վիճակներում, ամեն ինչ էլ կարա ոգեշնչի։ Ես գիտեմ, որ բնությունը հատկապես լեռներն են քեզ շատ ոգեշնչում, ինձ էլ դա շատ հարազատ է, ես գիտեմ, մենք միասին նույնիսկ լեռներ ենք բարձրացել, կուզեմ այդ ընթացքի ու էտապի մասին խոսես, հիմա արդյոք կա էլի քո լեռնագնացությունը, թե
այդ այն ժամանակահատվածներ մի քիչ ավելի քիչ, որովհետև հիմա զբաղվածությունը ավելի շատ է եւ աշխատանքայինից էլ բացի արդեն քանի որ ընտանիք, տուն, երեխաներ, դա մի քիչ ավելի քիչ, բայց իհարկե աշխատում եմ, որ ժամանակ գտնեմ էլի այդ կապը չկորի։ Դու առաջիններից էիր, որ Արարատ Իգագատ բարձացար, հետո արդեն ես էլ, բայց այդ տարին մենք սկսեցինք արդեն Հայաստանում միասին ճամփորդել։ Ուզում եմ այդ հոբիից, քո լեռներից մի քիչ խոսես, պատմես, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր ուզում են։ Եթե ուզում են, թող իրանց ցանկությունը իրականացնեն, ուղղակի ես իմ ասելիքը նա, որ մարդը եթե ուզում է, այդ ժամանակ նոր անի, բայց եթե չի ուզում, ինքը ուրեմն իրանը այդ չի, ուրիշ բանն է, թող այդ ուրիշ բանը անի։ Այսինքն եթե մարդը սիրում է գիշերային կյանք գնա ակումբներում ինչ որ ծխած խմած բարի, իրան այդ վիճակում, այդ փուլում իրան չարժե ասել, գիտես ինչ, դու այդ ամեն ինչը թող գնա սարերում վրանով ժամանակ անցկացրա, այդ մարդու ուրեմն բնույթը այդ չի իրան զորով տանել ասել մի բան, որը իրանը չի, իրան հաճույք չի պատճառ կամ հակառակը կարող է հակառակ էֆեկտը տա։ Բայց մարդ եթե սիրում է, թող իր սիրած բանն անի, հիմա ով ինչ սիրում է թող այդ անի։ Դե ասում են, չէ՞ որ որքան բնությանն է մոտ, այնքան մաքուր, այնքան բարի։ Բայց այդ չի նշանակում, որ ասենք ես կամ դուք տենց եք, բոլորը տենց թող դառնան, չէ։ Չէ, իհարկե չէ, բայց մարդիկ կան ցանկություն, օրինակ ես ասում եմ, միջև Արարատ բարձրանալու ես 5 տարի երազել եմ, բայց չէի գտնում ճանապարհը եւ շատ պատահական հա ստացվեց մեր հետ հանդիպումը Հովանեսի հետ, որ միասին ընկերներ ենք, դու էլ նրա հետ։ Կուզենամ հասկանալ, երբ դրսում ես ու հայացք դրսից ես դեպի հայրենիք նետում, ինչն ես ուզում, որ դրսից մեր մոտ լինի, որ չկա եւ հակառակը։ Ինչը կուզես, որ մեր հայրենիքից դրսում լինի, որը որ դրսում չկա, մեր հայրենիքում կա։ Լավ ու վատ էլի կողմերով պետք է նայենք, դրսում էլ կան շատ վատ բաներ, որ պետք չի վերցնել, այդ դուրս ասածն էլ հարաբերական է, դուրս, Հայաստանից դուրս ամենտեղ էլ դուրս է, բայց որ դուրսը։ Ու կան շատ բաներ, որ մենք պետք է սովորենք։ Մենք այդ մեր մեծամտությունը պետք է դնենք մի կողմ, որ մենք ամենալավն ենք, բոլորը վատն են, չէ՞, մենք եթե տենց անենք, մենք տեղ չունենք ուրեմն գնալու, մենք կործանված ենք։ Պետք է որտեղ որ լավ բան կա, այդ ծաղկաքաղանելով աշխատենք սովորենք, իսկ մենք սովորելու շատ բան ունենք։ Մենք անցյալով հպարտանում ենք անդադ, բայց մոռանում ենք, որ այսօր այդ անցյալը չի հենց հիմա մենք շատ-շատերից շատ հետ ենք։ Ամեն ինչ որ մեր մշակույթից բռնած, մինչև կենցաղային կուլտուրայի էլեմենտար հարցերում։ Շատ պետք է սովորենք, իհարկե մերն էլ գնահատելով, այո, մերի միջի վատն էլ հանելով, հասկանալով, որ մերի մեջ շատ վատ բաներ էլ կա, այդ էլ պետք է հանել, լավ է վերցնել, ընդօրինակել, դարձնել մերը, այդպես զարգանալ։ Թե չէ մենք տեղում կմնանք անդադ։ Եվրոպան մենք նայում ենք տուրիստի աչքերով, գնում ենք, տեսնում ենք իր լավ, բայց շատ վատ կողմեր էլ կան նույն Եվրոպայում։ Դրա համար եմ ասում, պետք է հասկանալ որտեղից ինչը վերցնել ու ինչը չվերցնել։ Եվրոպա չի նշանակում այնտեղ ամեն ինչ լավն է, վարդագույն ակնոցով դնենք, նայենք ամեն ինչին։ Նույն Եվրոպայում ասենք արժեքներ կան, որ մեր հետ չի խոսում, մեր մտածելակերպի հետ չի խոսում, բայց մեր մոտ էլ արժեքներ կան, որ այսօրվա դրությամբ իրանք կենսունակ չեն, պետքա դուրս հանել։ Քեզ համար կյանքի ամենակարևորագույն արժեքները, երկուսը, երեքը, ինչու՞։ Դե կարևոր է կյանքում նախ եւ առաջ հոգեվոր արժեքները, մարդը որ միշտ ունենա ինչ-որ հոգեվոր արժեքներ, այսինքն հոգեվոր աճ, դες կարևոր է, որտեղ մենք անդադ կենցաղով, ընտանիքով, փողով, աշխատանքով զբաղվելով մոռանում ենք դրա մասին։ Դա պարտադիր պետք է լինի, այդ ավելին ասեմ, պետք է լինի հիմք, որի վրա պետք է կառուցվեն ընտանիք, բարոյական արժեքներ, այդ որ ասում ենք այդ ստանդարտ խոսքերը, ազնվություն, բարություն եւ այլն։ Ընտանիքն է ինձ համար կարևոր արժեք, աշխատանքի մեջ ազնիվ լինելը, որովհետեւ ժողովրդի հետ գործ ունես, ժողովրդին պետքա անկեղծ լինես քո գործի մեջ, քո երաժշտությունը, քո ստեղծած երգերը անկեղծ լինեն, որպեսզի իրանց էլ տեղ հասնեն, անկեղծ էմոցիաներ արթնացնեն իրանց մոտ։ Ասում են հաջողությունը, հա, հայտնիությունը մարդիկ չեն կարողանում ներել, հա։ Ես վստահ եմ, որ դու էլ քո ճանապարհին շատ խոչընդոտների հանդիպել ես։ Ասում են կարելի է մարդուն մինչև հիմա էլ հանդիպում եմ։
տա Աստված որ էլ չհանդիպես, դու այս դա կյանքն է եւ բնական է։ Եթե անարդար վերաբերմունք է քո նկատմամբ, ուզում եմ հասկանալ դու ինչպես ես։ Ես շատ չեմ սրտնեղում, որտեվ ամեն ինչի նորմալ եմ նայում, որտեվ այս կյանքը ինձ սովորացրել արդեն այսքան երկար տարիների փորձը, որ կյանքում ամեն ինչ է լինում, դա էլ է նորմալ, դա էլ է կյանքի երևի հետաքրքրությունների մեջ մտնում, երևի լավ չէր լինի, որ դրանք չլինեին։ Ու այս վերջերս մի տեղ էլ ասեցի, հիմա էլ կկրկնվեմ, մի այսպիսի հետաքրքիր առակ կա, որ Սողոմոն թագավորը, իմաստուն թագավորը, որ կա, ունեցել է մի մատանի, որ շատ ուրախ պահերին նայում էր այդ մատանուն, լրջանում էր ու շատ լուրջ տխուր պահերին նայում էր այդ մատանուն, նորից ու ուրախանում էր, այդ մատանու վրա գրված էր սա էլ կանցնի։ Այսինքն ամեն ինչ էլ կարա լինի, հետո կանցնի, կփոխվի այդ իրավիճակները, դրանք նորմալ են։ Դժվար օրերը ձմռան նման կուգան ու կերթան։ Ձախորդ օրերը, հա։ Ձախորդ օրերը, այո։ Արդյոք ցանկություն չունես բացելու քո դպրոցը, դու սաներ կրթես, ուսանողներ ունենաս, հա, փոքրիկներ, որոնք հետո արդեն քո դպրոցը կանցնեն, կմեծանան, հետո արդեն կգնան ավելի։ Ես հիմա չունեմ, չէ, չկա դա, որովհետև այս պահին ճիշտ ասած իմ զբաղվածությունը շատ է, ես ֆիզիկապես չեմ հասցնի, իմ ստեղծագործական ակտիվությունը շատ է, համերգները կամ թեկուզ կորպորատիվ ինչ-որ հրավերները շատ են ու ես չեմ հասցնի, ես էլ պետք է եթե մի գործ անեմ, որակով անեմ, ուղղակի անելու համար, չէ, չեմ անի, դրա համար այդ փուլը հələ չի եկել, եւ կարող է գա ինչ-որ տարիքից սկսած, այս բանին դեռ չէ։ Ամենա այսպես դասը ճիշտ որ տվել է քեզ կյանքը։ Տենց մի դեպք չկա, որ ասեմ, ամբողջ կյանքն էլ դասած այրից ծայր։ Իսկ ինչ խորհուրդ կտաս, եթե վերադառնաս փոքրիկ իշխան Գուրգենին փոքրիկ։ Ում խորհուրդ տամ։ Գուրգենին։ Ինչ խորհուրդ կտաս, հա։ Ոնց եղել է թող այդպես էլ լինի ամեն ինչ, շատ լավ է եղել։ Ինձ թվում է ամեն ինչ լինում է տեղին է լինում։ Այն երեխաներին, ովքեր ուզում են նոր մուտք գործել ժողովրդական երգարվեստ, ինչ խորհուրդ կտաս։ Խորհուրդ կտամ չվախենան, թող լսեն լավ կատարումներ, սովորեն ինչպես ես եմ ժամանակին լսել ու սովորել ինձանից առաջ եղած մեծ երգիչներին, թող լսեն լավ կատարումներ, սովորեն, եթե անկեղծ իրենք ոչ ուրիշի ասելով, ոչ ստիպելով, իրենք զգում են դա, որ իրանց մոտ լավ է ստացվում, որովհետև ժողովրդական երգերը հնարավոր չի երգել առանց սիրելու, առանց զգալու։ Դու չես կարող հուզես մարդկանց, չես կարող այդ էմոցիաները տեղ հասցնես, եթե իրանք զգում են, թող երգեն։ Եթե ոչ ժողովրդական ժանրը, գիտեմ, որ էլի ասելու ես միայն ժողովրդականը, բայց ինձ հետաքրքիր է, ապա ուրիշ ինչ ժանր կամ ընդհանրապես գուցե ուրիշ այլ մասնագիտություն, հա, ինչ։ Ես չգիտեմ։ Ես սովորել եմ դասական բաժնում, դասական երաժշտությունը շատ սիրում գնահատում եմ, բայց ինձ հոգի հարազատ է նաև արևելյան երաժշտությունը։ Դրա համար ես արևելյան երաժշտությունը իմ նախաձեռնությամբ երկար տարիներ, շատ միջոցներ եմ ծախսել, շատ ժամանակ ու էներգիա եմ ծախսել, ուսումնասիրել եմ, մինչև հիմա ու դեռ շարունակվել է դա մի հատ մեծ աշխարհ է, որտեղ սկիզբ ու վերջ չկա։ Կարող է ես օրինակ շատ սպորտ եմ սիրել փոքր հասակից, լող եմ պրոֆեսիոնալ պարապել շատ երկար տարիներ, լողորդ եմ եղել կարելի ասել, ֆուտբոլ լավ էի խաղում, իմ մոտ շատ լավ էր ստացվում, բոլոր մյուս պրոֆեսիոնալ մակարդակով ինձ գովում էին, կարող է սպորտսմեն դառնալ, եթե չերկեի։ Գուրգեն, շատ երկար կարելի է քեզ հետ խոսել, հետաքրքիր զրույց ունենալ, բայց գիտեմ, որ ժամանակը սուղ է, դեռ առջևում շատ ու շատ քաղաքներում համերգներ ունես, նորից շնորհակալ եմ, որ քո ժամանակը տրամադրեցիք եկար զրույցի համար, հուսով եմ, որ հետաքրքիր էր քեզ։ Բարձր տրամադրությունը ես խոստանում եմ, որ բեմից կապահով եմ։
Վերջում որպես ամփոփում, հա, ինչ կմաղթես թարապես քո հերոստատիտողին, քո երկրպագուներին, կանանց, որպես միամսյակ։ Ուրեմն անգլիացի գրող Ջորջ Բայրոնը ասում էր աշխարհում կա երկու անհնար բան։ Մեկը կնոջ հետ ապրել, մեկը առանց կին ապրել։ Կանայք թող մեր կողքին լինեն, թող զարդարեն, գեղեցկացնեն, գույն տան մեր կյանքին, առանց իրանց կյանքը չէր լինի կյանք, իրանք լիարժեք են դարձնում կյանքը։ Այսինքն դուք շնորհավորում եմ բոլոր կանանց անունից շնորհակալություն։ Ձեր միամսյակը միշտ երջանիկ եղեք։ Իսկ քո հանդիսատեսին ընդհանրապես հայերին, այ մեր հիմա դիտող իմ ունկնդիրներին, քո ունկնդիրներին, ովքեր միացել են այս պահին մեզ։ Թող հայրենիքի հետ կապը չկորցնեն եւ հայրենի մշակույթի հետ ավելի կարեւոր է կապը չկորցնեն, թեկուզ հեռու ապրելով։ Այսքանը։ Շնորհակալ եմ եւ իմ հաղորդման հայացք դրսից նախագծի գործընկեր Safar Travel-ի հիմնադիր Քրիստինա Սաֆարյանի կողմից միասին մենք պատրաստել ենք քեզ համար նվեր, քանի որ նախ մեզ հյուր ես, երկրորդը ծննդյանդ օրն է, այն շոշափելի չէ նվերը, բայց Մոսկվա գետի վրայով, ուրեմն Radisson Royal լաստանավով պտույտ, որը կտևի 2.5 ժամ, այնպես որ ես հուսով եմ, որ ինչ-որ մի օր կկարողանաս տրամադրել, եթե ոչ հիմա, ապա հաջորդ գալուց կկարողանաս տրամադրել եւ այդ պտույտը կկատարես։ Աշխատենք, եթե հնարավոր լինի, մեծ սիրով շնորհակալ եմ։ Եվ վերջում ես ուզում եմ իմ բոլոր հյուրերին հարցնել, եթե դու լինեիր հաղորդավարը այս հաղորդման եւ ես լինեի հյուրը, ինչ հարց կտայիր ինձ, որը կբացահայտեր նաեւ ինձ իմ ունկնդրի առջև։ Ես կուզեի տալ նենց հարցեր, որ ստանդարտից մի քիչ դուրս, այսինքն այն հարցերը չէ, որ շարքային ամենտեղ ընդունված են, տալիս են, ոնց սկսեցիր հիմա ընտանիքդ եւ այլն, ավելի աշխատանքային ու պրոֆեսիոնալ մակարդակով հարցեր կուզենայի տալ։ Դե օրինակ մի հարց ինձ, ինչ կուզենայիր, որ քեզ հետաքրքրում է ինձ։ Ասենք պարարվեստից ես օրինակ կուզենայի հարց տալ։ Եվ Պարարվեստի մեջ մասնագիտական զուտ, օրինակ ազգային պարերի, հայկական ու քրդական պարերի շատ նյուանսների տարբերություններ այս տիպի։ Դե դա արդեն շատ երկար խոսակցություն կլինի։ Ինձ տես բաները հետաքրքիր են։ Ես կուզեի ու կարծում եմ շատերին էլ կհետաքրքրեր։ Օրինակ երաժշտությունը բառերով չես կարող բացատրել, չէ՞, կարող ես ապացուցել։ Նույնը ես, որ բառերով դրանք պիտի ցուցադրես, որ մարդ տեսնի ակնհայտ իր տարբերությունը։ Ամեն դեպքում շնորհակալ եմ եւս մեկ անգամ, հաջողություն եմ մաղթում քո բոլոր համերգներին եւ իհարկե կրկին սիրով պիտի սպասենք քեզ Մոսկվայում, Ռուսաստանի բոլոր քաղաքներում, վստահ եմ հանդիսատեսը քեզ միշտ սիրով սպասում է։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե ինչպես արդեն ասացի, որ այսօր Գուրգենի ծննդյան տարեդարձն է եւ մենք գտնվում ենք Sayat Nova ռեստորանային համալիրում, այս գեղեցիկ ռեստորանի կողմից անակնկալ Գուրգենին եւ բոլորս միասին, վստահ եմ դուք էլ էկրաններից այն կողմ շնորհավորում ենք եւ ասում շնորհավոր տարեդարձը։ Մերսի, շնորհակալ եմ։ Չեմ։ Երազանք պահի։ Պահել է, իմ երազանքը միշտ պահած է, մերսի, շնորհակալ եմ շատ։